Այն նոր պաշտպանը շատ լավն էր, Փիլոյան։ Ահա, տեսեք հայտնվեց Փիլոյանը։ Այո, Փիլոյանը հայտնվեց։ Դե չեմ ուզում իրան նմանվեմ, բայց իմ համար պատմության ամենաուժեղը Մեսին է, էլի, փոքր վաղտանից էլ իրան եմ նայել։ Ռոնալդոյի բալեշիկները աղագինի մազն։ Վայ։ Երևի մի 5-6 տարի առաջ կարելի ասել մի քիչ ֆուտբոլային սպադեր իմ մոտ գնում։ Սկզբից շատ է ուրախացել, որովհետև ինձ թվում է յուրաքանչյուրի երազանքն է, ճիշտն ասած շատ էի անհանգստանում, ընդհանրապես չէի պատկերացնում, որ գնամ, հիշում եմ, որ առաջի անգամ Վարազդատ Հարոյանի հետ ծանոթացա, ինքը այդ վաղ ավակներ, Բուենոն հասկանում է անգլերեն, դրա համար ավելի հեշտ է դառնում կոմունիկացիան։ Ու որ դրվագում պետք չի նենց բան անել, որ սաստի, փորձում էի ինձ մաքսիմալ հանգիստ պահել, չգիտեմ, ինչքանով ստացվել, եթե ես այդ նույնը ասեմ, ես չգիտեմ, որ 5 րոպե հետո այդ նույն սխալը չեմ անի, բայց ինձ թվում է ինքը ոսկեգնդակ չստացավ հենց իր բնավորության պատճառով, էլի ՊՍԺ-ն է կրելու։ Ինչը սահմանների մեջ է սիրուն։ Այն մոտ միշտ տպավորություն ա եղել, որ դու էլ խաղադաշտում, նես չէ որ տենց, սենց ասած խելոք չես, էլի, սիրում ես այն, որ հաստատ կուլ չես գնա։ Ճիշտ է։ Ինձ էլ է, շատ են ասում։ Բայց օրինակ մարզիչները այդ առումով ինչ որ ասում են, Շատ։ Երևի ամեն խաղից առաջ ասում են։ Դե հա, որովհետև տենց թիմին էլ է էլի վնաս լինում հետո միանշանակ ամեն ինչը սահմանների մեջ է սիրուն։ ամեն ֆուտբոլիստ էլ երևի հոգու խորքում ունի տենց կերպար, պաշտպան որպես ով ոգեշնչում է։ Դե երևի Ռամոս ու Պիկե էլի այդ երկուսին կառանձնացնեմ։ Ռամոսը մի քիչ ավելի ագրեսիայի կողմնակիցներ, Պիկեն էլ ինձ թվում է մի քիչ ավելի սոլիդ պաշտպան էր, բայց խաղում էր տես մակարդակում էլ։ Ես ոնց հասկանում եմ, մոտ տենց շարք է սկսվում, այս հարցի վերաբերյալ կա տենց ֆուտբոլիստ, ով ազդում է քո նյարդերի վրա։ Վինիսիուսին շատ չասի։ Եղինակություն է դառնում մեր մոտ Վինիսիուսը այս առումով։ Որպես ֆուտբոլիստ շատ ուժեղ է, բայց ինձ թվում է ինքը ոսկեգնդակ չստացավ հենց իր բնավորության պատճառով։ Այդ բնավորությամբ մարդը, ճիշտ է, ես չեմ որ պետք իրան քննադատեմ, ես իր երևի մի տոկոսն չեմ արել, բայց կարծում եմ, որ այդ բնավորության մարդը արժանի չի ոսկեգնդակի։ Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլը նոր ալիք YouTube-յան ալիքում։ Բնականաբար, սկզբից էլ ասում եմ պետք է խնդրեմ անպայման բաժանորդագրվել ալիքին, լայքել եւ արդեն մտածել այն մեկնաբանությունները, որոնք կարող եք գրել մեր զրույցից հետո։ Իսկ այսօրվա մեր զրույցը լինելու է ֆուտբոլիստի հետ եւ այն էլ ինչպիսի ֆուտբոլիստի, մեր հյուրն է այսօր Էրիկ Փիլոյանը։ Ինչպե՞ս ես։ Լավ, մերսի, դուք ինչպե՞ս եք։ Հոյակապ ազգային հավաքականից մարդ է եկել, ոնց կարող ենք տխրել։ Էրիկ ջան, դու արդեն հավաքականի լիարժեք են ֆուտբոլիստներից ես, ում սենց ասած Աստված չանի, բացակայության պարագայում մենք ասելու ենք ոնց է լցվելու այդ բացը։ Ով է խաղալու այդ դիրքում։ Ես ուզում եմ մի փոքր սենց ետ գնանք 2023 թվականի մարտի 17 դու սենց ասես օֆիցիալ հրավեր ստացար ազգային հավաքական, այ առաջինը ում հետ կիսվեցիր այդ լուրով ու ինչ զգացողություններ էին։ Նախ մերսի, շատ հաճելի է լսելը այդ ամեն ինչը։ Առաջինը կիսվեցի ծնողներիս հետ, եթե ճիշտ եմ հիշում, որովհետև դրանից երևի մի 5-6 տարի առաջ կարելի ասել մի քիչ ֆուտբոլային սպադեր իմ մոտ գնում։ Շատ լավ մարզավիճակ հավաքեցի, ճիշտն ասած ընդհանրապես չէի սպասում, որ կարող է այդ հրավերը լինի։ Հետ վերադարձանք Հայաստան, խաղացինք, եթե ճիշտ եմ հիշում 4 թե 5 խաղ, ու արդեն հրավերը եկավ, սկզբից շատ էի ուրախացել, որովհետև ինձ թվում է յուրաքանչյուրի երազանքն է, մանավանդ առաջի անգամը շատ է տպավորվում։ Ծնողներս Հայաստանում չէին, երկրում չեն, անհամբեր սպասում էի, որ իրանց մոտ էլ լույսը բացվի, որ իրանց հետ կիսվեմ, իրանց օրը լավ անցնի այդ օրը, ու տենց առաջինը իրանց եմ ասել, իրանք է շատ ուրախացել են։ Առաջին օր հավաքականում Միգուցե, հա դե ֆուտբոլիստները ոնց էլ չլինի, ծանոթ են իրար, բայց արդեն նույն ճամբարում մի ընտանիքի պես այդ առաջին օրը ոնց էր։ Ճիշտն ասած շատ էի անհանգստանում, ընդհանրապես չէի պատկերացնում, որ գնամ, ինձ այնտեղ ոնց պետք է պահեմ, ում հետ ոնց պետք է շփվեմ, բայց թիմակիցները շատ օգնեցին ինձ այդ հարցում, որ շատ շուտ ընտելանամ։ Հիշում եմ, որ առաջի անգամ Վարազդատ Հարոյանի հետ ծանոթացա, ինքը այդ վաղ ավակներ, ողջունեցինք, բոլորը իրենց նենց էին պահում, որ ինչ որ կաշկանդվելու կամ ամաչելու առիթ չկար, որ մաքսիմալ շուտ ինտեգրվեմ թիմին,
ու այդ լարվածությունը հավելել չազդի պարապմունքների ու արդյունքի վրա։ Էրիկ ջան, ֆուտբոլիստ որպես այդպեսին դառնալու ճանապարհին կային ինչ-որ խոչընդոտներ, գիտես ինչ առումով եմ ուզում հարցը տալ, որ միգուցե այն դժվարությունները, որոնք քեզ պատահել են, հիմա պետք է լինի, որպեսզի ավելի երիտասարդ պատանիները ասեն, հա, փաստորեն այդպիսի բաներ էլ ա լինում, այդպիսի դժվարություններ էլ ա լինում, այ ինչ որ դժվարություններ եղել են։ Նույնիսկ այն մարդուն ոչինչով չի զբաղվում, դժվարություններ լինում են յուրաքանչյուր սպորտում, դրանք անխուսափելի են։ Փառք Աստծո չեմ ունեցել ծանր վնասվածք, որի պատճառով բաց եմ թողել, հետո ունեցել եմ խնդիրներ։ Միակ խնդիրը, որ եղել է, ինչ որ կարճ ժամանակահատվածներում եղել է չխաղալու խնդիրը, որը ֆուտբոլիստի համար շատ կարևոր է։ Պարապմունքները մի կողմ, ֆուտբոլիստը միայն խաղալով է ինձ թվում է ուժեղանում, բայց նույնիսկ այդ ամեն ինչը ճիշտ օգտագործելու դեպքում ֆուտբոլիստին օգնում է դեպի դրականը, առողջ կոնկուրենցիան եւս շատ կարևոր բան է ֆուտբոլիստի համար։ Կցանկանամ, որ բոլորը վնասվածքի պատճառով ոչ մի րոպե բաց չթողեն, որովհետեւ դա շատ դաժան ու անցանկալի բան է, իսկ ինչը վերաբերվում է զուտ ժամանակավոր խաղաժամանակ չստանալուն, դա անցնելու է, ժամանակը գալու է, որ բոլորն էլ խաղաժամանակ ստանան ու արդեն պատրաստ կլինեն թե չէ, իրանցից է կախված շարունակությունը։ Ես հաճախ օրինակ մտածում եմ, որ մեր ֆուտբոլիստների համար նաև արտասահման գնալիս ամենամեծ խոչընդոտներից մեկը լեզվի տիրապետման խնդիրն է։ Դու այդ հարցում խնդիրներ ունես։ Չէ, տիրապետում եմ, չեմ ասում շատ բարձր մակարդակի, բայց հաստատ կարամ շփվեմ թե դաշտում, թե դաշտից դուրս, հայերեն, անգլերեն, ռուսերեն, բայց ինչպես նշեցիք, շատ կարևոր է դա, որովհետև նախ շփումը ավելի է ընտելացնում ու մտերմացնում թիմակիցներին ու բացի այդ էլ դաշտից դուրսը չհաշված դաշտում շատ արագ իրավիճակներ են լինում, որ հուշումը կարա փոխի ամբողջ հանդիպման ելքը, դրա համար ինձ թվում է շատ կարևոր է, որ ռուսերեն ասած բազովի բաները, որ անգլերեն ու ռուսերեն ֆուտբոլիստները իմանան։ Այ ինչու եմ ես հարցնում, որովհետև վերջերս ազգային հավաքականում ձեր թիմակիցներից մեկը դարձավ Խուլիո Բուենոն ու խաղադաշտում ձեր կոմունիկացիան ավելի բարդանում այդ լեզվական պահը հաշվի առնելով։ Ինչ չի թվում, որ կա հավաքականում ինչ-որ մեկում համար բարդանում է, որովհետև թիմում նույնպես կան ֆուտբոլիստներ, որ ամբողջ խաղի ընթացքում իրանց հետ պետքա ուրիշ լեզվով խոսանք։ Բուենոն հասկանում է անգլերեն, դրա համար ավելի հեշտ է դառնում կոմունիկացիան։ Ռոբերտ Արզումանյան, Եղիշե Մելիքյան։ Իրանց ոճային տարբերությունները ում հետ է միգուցե ավելի հեշտ կամ որ գործոնները ամեն մեկի մոտ կառանձնացնեիր որպես ֆուտբոլիստ մարզիչ աշխատանքի առումով նաև։ Երկուսն էլ շատ հասուն պրոֆեսիոնալ մարզիչներ են։ Խաղաոճի մեջ շատ քիչ կա տարբերություն, ինձ թվում է ավելի շատ գնդակով խաղի մեջ մի քիչ կա տարբերություն, ու ինձ թվում է, որ ֆուտբոլիստը պետքա կարողանա երկու մարզիչների հրանգներն էլ անի, որովհետև մի մարզիչը մեզնից պահանջում է մաքսիմալ հուսալիություն, որը արդյունքի կեսն է, իսկ իմ կարծիքով մյուս կեսն էլ ռիսկն է, որը որ մյուս մարզիչն է պահանջում։ Երկու մարզիչների մոտ էլ մարզվելով ես իմ վրա զգում եմ, որ ամեն կողմով զարգանում եմ թե գնդակով, թե առանց գնդակ։ 90%-ով եթե ոչ ավել հասկանում ենք մարզիչը ինչ է ուզում ու որ դրվագում պետք չի նենց բան անել, որ սաստի, դրա համար աշխատում ենք չանենք։ Ես ինձ կամած փորձեցի մոտեցնել մի հատ կետի, որտեղ պետքա հնչեցնեմ մի անուն, ում դեմ դու ելույթ ես ունեցել եւ իհարկե մրցել ես նրա այդ խաղադաշտում։ Կրիշտիանո Ռոնալդո։ Երբ որ այդ մակարդակի մեծության աստղա քո առջև լինում է այն որ կորցնում ես քեզ, հուզմունք միգուցե։ Ինձ թվում է ինքը այն մակարդակի ֆուտբոլիստն է, որ ինքը դաշտում է, արդեն արհեստական լարվածություն կա ոչ միայն պաշտպանների, այլ ամբողջ հակառակորդ թիմի վրա։ Փորձում էի ինձ մաքսիմալ հանգիստ պահել, չգիտեմ ինչքանով ստացվեց, բայց նաև այդ ժամանակ փորձեի ավելի ապահով խաղալ, որովհետև գիտեի, որ հարձակվողը նենց մարդ է, որ ոչ միայն իմ սխալները, ինձ թվում է ոչ մեկի սխալները ինքը չի ներում։ Բայց լինում է, որ ասենք սխալ կամ ինչ որ մի գնդակի կորուստ, ինչ որ մի բան, որից հետո օրինակ, չգիտեմ, հանդերձարանում զրույց գնա ֆուտբոլիստների միջև, ախր դու որ տենց չաներ, սենց չէր լինի, այդպիսի բաներ լինում են։ Չէ, դե միանշանակ 90 րոպեում բոլորն էլ հասցնում են բավականաչափ սխալվել։ Մենք դաշտ դուրս են գալիս, որ մեկս մյուսի սխալները փակենք, որովհետև եթե ես այդ նույնը ասեմ, ես չգիտեմ, որ 5 րոպե հետո այդ մի սխալը չեմ անի,
որովհետև շատ հանգամանքներ կան էլի ֆուտբոլում։ Դրա համար 11 հոգուս ու պայստայինների ամբողջ նպատակը այն է, որ այդ խաղը հաղթենք, կապ չունի ինչ ձև, կապ չունի ով ինչքան կսխալվի, կարևորը մի հատ ավել գոլ խփենք մրցակցից։ Իսկ քեզ համար անհատական այդ մրցանակները կարևորություն որոշակի ունեն։ Հա, միանշանակ ունեն։ Ջոն, արդար ազնիվ պատասխան։ Նույնիսկ թիմի մրցանակները ինչ որ չափով կախված են անհատական մրցանակներից, չգիտեմ, օրինակ լավագույն ռմբարկուն մեր թիմից է, ինքը ռմբարկու լինելով մեզ օգնում է հաղթել ու գնալ չեմպիոնության։ Մեծ հավանականությամբ Հենրիխ Մխիթարյանը ամռանը կհեռանա Ինտերից։ Եկեք հասկանանք այս սեզոնը Հենոյի համար ինչպես դասավորվեց, նախորդի համեմատ ինչ փոփոխություններ եղան եւ ինչ կլինի հետո։ Երբ Սիմոնը Ինզագին Ինտերին հրաժեշտ տվեց, իսկ նրա փոխարեն Կրիստիան Կիևուն ակումբը գլխավորեց, Հենոյի հանդեպ այն ընկալումը, որ նա համարվում է ամենաառանցքային խաղացողներից, որոշակիորեն փոփոխության ենթարկվեց։ Ինզագիի մոտ Հենոն գրեթե անփոխարինելի էր։ Կիևուի համար մեկնարկային կազմին մոտիկ կանգնած ֆիգուր, ցավոք ոչ ավելին սրանից, սակայն որ այսպես եղավ, ոչ Կիևուն է որպես այդպիսին մեղավոր, ոչ էլ առավել եւս Հենոն, ինչ որ միտեղ սա օրինաչափություն էր։ Ուզես չուզես, տարիքը իր մասին հիշեցնել տալու էր։ Վերջին մրցաշրջանները Ինտերում Հենոն մեկ շնչով անցկացրեց, իսկ նմանատիպ մարաթոնը այս տարիքում, հավատացեք, ամենահեշտ գործերից չեմ եղմասած։ 37-ամյա ֆուտբոլիստի համար այս մրցաշրջանը ֆիզիկապես ամենաբարդերից էր։ Գրեթե ցանկացած ֆուտբոլիստ տարիքի հետ վնասվածքներին դառնում է ավելի հակված։ Այս պահի դրությամբ մեր խաղացողի ցուցանիշները բոլոր մրցաշարերում միասին կազմում են ընդհանուր խաղադաշտում անցկացրած մոտ 165 րոպե խաղաժամանակ։ Սա զգալիորեն քիչ է նախորդների համեմատ։ Ընթացիկ սեզոնում էլի միասին վերցրած Հենոն 2 գոլի հեղինակ դարձավ եւ 4 գոլային փոխանցում կատարեց։ Այս ասպեկտում նույնպես թվերը ավելի ցածր են, քան նախորդ սեզոններում էր։ Կիևուի մոտ Հենոն հիմնականում փոխարինման է դուրս գալիս կամ մասնակցում է ոչ առանցքային խաղերի։ Փոխարինման դուրս գալու հաճախականությունը կազմում է մոտ 67%։ Ինզագիի հեռանալով եւ Կիևուի գալով իհարկե մարտավարությունն էլ փոխվեց։ Ասել թե Մխիթարյանը չի տեղավորվում Կիևուի սխեմաների մեջ, վստահաբար իրավացի չի լինի։ Ասել թե որ այդ սխեմաներում ունի հույժ կարևորված դեր, սա էլ իրականությունից հեռու կստացվի։ Կիևուն շատ զգույշ, շատ դանդաղ, շատ աննկատ նոտաներով երիտասարդեցնում է կազմը։ Եթե Ինզագիի մոտ պրեսինգը ավելի հախուռն էր, ավելի էմոցիոնալ, ավելի բնազդային, ավելի ինտենսիվ, ապա Կիևուի մոտ այդ նույն պրեսինգը, այո, գուցե ավելի բարձր է կառուցված, սակայն ունի ավելի կանոնակարգված տեսք, ավելի զսպված, ավելի ռոբոտային արտահայտ միջոցներով։ Եթե Ինզագիի մոտ կարելի էր մոտենալ այդ պրեսինգին ավելի դրվագային տարբերակով, ապա Կիևուի պարագայում սա պետք է ավելի սիստեմային անես։ Իդեպ, երբ ասում եմ Կիևու, նաև ավտոմատ կոլարովին հասկացեք, քանի որ նրա ազդեցությունը մարշչական շտաբում համարվում է շատ մեծ։ Հենց այս ամենի մեջ է այն պատասխանը թաքնված, թե ինչու է Հենոյին քիչ խաղաժամանակ տրվում։ 37 տարեկան ֆուտբոլիստի համար շատ բարդ է պահպանել այս դինամիկան եւ չանջատվել սինխրոնացված օրգանիզմից։ Նույնիսկ Չալխանոգլուն է դուժել այս գործոնից ու ոչ միշտ է հայտնվում թիմի մեկնարկային կազմում։ Տարիքից, տակտիկական տարբերություններից եւ երիտասարդացումից բացի կա նաև մեկ այլ պատճառ, թե ինչու ամեն ինչ հենց այսպես եղավ։ Բանն այն է, որ Հենոյի դիրքում հանդես եկող նրա հիմնական մրցակից Պյոտր Զելինսկին աչքի է ընկնում բավականին ստաբիլ խաղով։ Խփել է արդեն մի շարք ֆանտաստիկ գոլեր։ Լեհ կիսապաշտպանը ներկայիս Ինտերում համարվում է լավագույններից ու իրոք տպավորում է իր գործողություններով։ Կիևուի համար Հենոն դիտարկվում է ավելի շատ որպես ստեղծող, քան քանդող կիսապաշտպան։ Իսկ մենք շատ լավ գիտենք, որ Մխիթարյանը Ինտերում առաջին հերթին էֆեկտիվ էր հենց սև աշխատանք կատարելիս, երբ աննկատ իրականացնում էր բազմապիսի կարևոր խլումներ, հիանալի էր գործում առանց գնդակի։ Սա նույնպես այն բանին է բերում, որ Կիևուի աչքերում իներցիայով Հենոյի դերը դառնում է չհասկացված։ Մխիթարյանի պայմանագիրը Ինտերի հետ ավարտվում է այս տարվա հունիսին։ Հավանականությունը, որ նա կհեռանա օցերի ճամբարից, կազմում է մոտ 90%։ Ինչ պետք է լինի, որ մնա։ Այս պարագայում հայ ֆուտբոլիստը պետք է համաձայնվի աշխատավարձի նվազեցմանը եւ ընդունի փորձառու պահեստայինի դերը, օրինակի համար հանդես գալով որպես մենթոր երիտասարդների համար։ Սակայն ծանոթ լինելով Մխիթարյանի մտածելակերպին, չեմ կարծում, որ նա այս պայմաններին համաձայնվի։ Ավարտի կարիերան կփոխի առաջնությունը, կգնա Միացյալ Նահանգներ, թե կվերադառնա հայրենիք, հիմա նման կանխատեսումներ անելու իմաստ չկա։ Ըստ իս հիանալի տարբերակ կլիներ, եթե Մխիթարյանը օրինակ Բունդեսլիգա վերադառնար։ Վստահ եմ Գերմանիայի առաջնությունում Հենոն 1-2 սեզոն պետք է որ փայլեր։ Այս ամենի հետ հանդերձ չի բացառվում, որ մեր ֆուտբոլիստը կընտրի գագաթնակետին հեռանալու սկզբունքը, ինչքան էլ շատ ցավոտ է մեզ համար։ Սա շատ հենոյական կլիներ,
իսկական պրոֆեսիոնալին բնորոշ։ Պատկերացրեք ինչքան զրկանքների միջով է անցել մեր ֆուտբոլիստը, ցուցաբերել է ինչպիսի կամային հատկանիշներ, որ այս տարիքում լինի Ինտերի պես ակումբի առաջատարներից մեկը։ Ինչ էլ ուզում է լինի այնտեղ, նույնիսկ եթե Մխիթարյանը Ինտերին հրաժեշտ տա, միևնույնն է նրա պատմության մեջ կմնա որպես իսկական պրոֆեսիոնալիզմի տիպար, ով իր առաքելությունը այնպես կատարեց, որ օգնեց ակումբին նվաճել մի շարք տիտղոսներ, եւ արդեն շատ շուտով Ինտերում ձեռք բերված տիտղոսների քանակը հենոն կավելացնի եւս մեկով, կամ գուցե երկուսով, եւ սկուդետո եւ գավաթ։ Էրիկ ջան, հիմա ես քեզ ցույց կտամ 3 ֆուտբոլային դրվագ, գալիս է հասնում է կուլմինացիային, պաուզա է լինում, դու ասա ոնց է վերջանում այդ դրվագը։ Հա։ Ռոնալդոյի դրվագներից է։ Հա, ես տեսել եմ, չի գրավում, չէ՞, ոնց որ դա արպաս, եթե ճիշտ եմ հիշում, հարվածմա դա արպասաձով։ Հա, բայց կարեք գոնե play տայի։ Ոնց է տենց մի անգամից։ Հա, ֆիքսել եմ ես պահը։ Մյուսը չեմ ասի դե ուրեմն ով է։ Ահա։ Այս թվում է գոլի եղինակ է դառնում ստեղից, հա։ Քեյնը, որովհետև հիշում եմ, որ սենց հերգից գոլեր արե, թափավազ կհավաք է, որ խավի ստեղից դժվար ուր։ Այո, Քեյնի հրաշագործություններից էր եւ երրորդ դրվագը։ Այս դրվագներն եմ հիշում, շատ լավ սեյվի եղինակ է դառնում Տեխեան։ Շատ եմ ռիլ։ Կամ ես եմ շատ մեծացել։ Որ չեմ հիշում շատ ու շատ դրվագներ ֆուտբոլից այլևս, բայց չէ, անտիր։ Էրիկ ջան, որ 3-ից 3 ճիշտ պատասխանեցիր, միանգամից անցնենք բլից հարցերին։ Երբ թիմը հաղթում է վատ խաղով, դա զարգացման վտանգավոր ազդանշան է, ցուցիչ է, թե նորմալ երևույթ է։ Ինձ թվում է նորմալ երևույթ է։ Թիմում ավելի մեծ արժեք ունի տաղանդը, թե կարգապահությունը։ Հիմիկվա ֆուտբոլում կարգապահությունը։ Պարտությունից հետո ինչն է ավելի կարևոր՝ վերլուծել, թե շուտ մոռանալ այդ դրվագը։ Չէ, պետք չի մոռանալ, ես թվում է պետքա վերլուծել ուղղակի։ Մեծ խաղերում հաղթումը տակտիկան, թե հոգեբանությունը։ Երկուսը իրար հետ։ Իսկ եթե մեկը ընտրենք, ավելի ես։ Հոգեբանությունը։ Ֆուտբոլիստ ծնվում են, թե դառնում։ Դառնում։ Ահա, հաստատ։ Ճնշման տակ լավագույն խաղը ցույց են տալիս փորձառուները, թե երիտասարդները։ Ով ավելի մտքով հանգիստ է, ինձ թվում է ավելի շատ փորձառուներն են մտքով հանգիստ։ Իսկ դու Էրիկ ջան ունես տենց ինչ որ արարողություն հենց այդ տենց բալանսի բերելու քո ներքին վիճակը, որպեսզի խաղադաշտում լրիվ հանգիստ լինես։ Այսինքն լավա ժամանակ հանգստանալ։ Հա։ Ա փորձում եմ իմ հետ խոսալ ու խորշուն ճարտաշուն ամենահասարականը։ Անհատական աստղերը կարող են հաղթել առանց ուժեղ թիմի։ Հիմա ինձ թվում է չէ։ Քանի մեսին գնացել է հեռու։ Լավ մարզիչ ավելի շատ մոտիվատոր է, թե տակտիկ։ Դե էլի երկուսն էլ իրար հետ, որ դուրս գան առանց տակտիկայի ուղղակի մոտիվացիայով շատ վազ են, խնդիրներ կունենան ու նույնն էլ հակառակը ինչքան է տակտիկապես պատրաստ լինեն, եթե թիմը այդ կարակը իր ներսում չունեցավ կպարտվի։ Վառը արդարությունն է բերում, թե սպանում է խաղի հոգին։ Մի քիչ անհետաքրքրանում է, բայց արդարություն է գալիս։ Շատ լավ։ Ձեր կարիերայում ավելի շատ օգնել է տաղանդը, թե աշխատասիրությունը, կարծում եմ մոտ պարզ է։ Դուք ես որ առաջնության մեջ ես պատկերացնում top 5 լիգաներից։ Պրեմիեր լիգա։ Պրեմիեր լիգա։ Ուզում եմ խաղա։ Ոնց որ ասում են ֆուտբոլը Անգլիայում ածանվել, այնտեղ շունչը ուրիշ է էլի, դաժե որ հերոստացույցով նայում եմ, այդ ամեն ինչը շատ ուրիշ ձև է, շատ ուրիշ էմոցիաներ են, իրենց երկրպագուները, ֆուտբոլային ատմոսֆերան, դաշտերը, ամեն ինչը, դրա համար որ ընտրության հնարավորություն լինի, կընտրեմ Պրեմիեր լիգա։ Աշխարհի առաջնության ֆավորիտը քո եւ Չեմպիոնների լիգայի։ Աշխարհի առաջնության ֆավորիտը Արգենտինա, Իսպանիա, Չեմպիոնների լիգայինը էլի PSG-ն է կրելու։
Հետաքրքիր է։ Շնորհակալ եմ շատ Էրիկ ջան, շատ հետաքրքիր էր ինձ համար իրոք։ Անկեղծ կասեմ, չի պատկերացնում որ sense թեթև կարանցնի մեր զրույցը եւ հուսով եմ հետագայում եւս առիթներ կունենանք Անպայման, ես հարցազրույցների։ Դե իմ սիրելի հետևորդներ, ավարտեցինք մեր զրույցը, դուք էլ ճիշտ ժամանակն է որպեսզի ակտիվորեն գրեք մեկնաբանություններ։ Դրա համար նախատեսված հատվածում լայքեք, տարածեք տեսանյութը եւ հիշեք, որ մենք խոսում ենք ֆուտբոլից, իսկ ֆուտբոլը դա մի լեզու է, որը հասկանում են ամբողջ աշխարհում։ Կհանդիպենք արդեն շատ շուտով։ Գևորգ Ղազարյանի հետ մեր հարցազրույցը կհիշեմ, որտեղ Գևորգը ասաց, որ Արմեն Գյուլբուդաղյանցը, երբ որ երիտասարդականում հավաքականում տենց մաքսիմալ չէր ներառում Գևորգին, բայց վնասվածքների պատճառով պետք էր մեկը մտներ խաղադաշտ, կանչեց, ասեց գնա այնտեղ միտեղ խաղա։ Այ եթե քո հետ այդպեսի դեպք լիներ։ Ճիշտ է, սկզբից շատ կներվեի, որ կմտածեի, որ ստիպված sense անճարությունից ինձ մտցնում են խաղադաշտ, եթե հաստատ մի հատ ուրիշ մի տոկոս անհնարավորություններ ինչ չէին մտցնի, բայց կփորձեի մաքսիմալ նախ հենց այդ խաղից սկսած ապացուցել, որ արժանի եմ ավելի շատ խաղաժամանակի ու հետո արդեն իմ պարապմունքներով, որ ավելի շատ ժամանակ ստանայի։ Ջերը։ Այդ հումորը պրոստը դες պատմելու բաներ չէ։ Ոչ, եթերային բաներ այլ է,